Մեղրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը եւ դրա հողամասը սեփականության իրավունքով եւ անհատույց կնվիրաբերվի Մեղրիին։ Կառավարության որոշմամբ այդտեղ բնակություն կարող են հաստատել նաեւ հունիսի 13-ին Մեղրի քաղաքում Զորավար Անդրանիկ 7 շենքի հրդեհից տուժած ընտանիքները։ Այդ շինությունը նախատեսված է նաեւ Մեղրու քաղաքապետարանում հաշվառված եւ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար։ Երկու կարևոր հարց է լուծում այս որոշումը, որը շատ կարևոր է։ Նախ այն մարդկանց բնակարանների հարցը լուծում այն ընտանիքներ, ովքեր որ հետևանքով կորցրել են իրենց բնակարանները եւ նաեւ Մեղրույում երիտասարդ ընտանիքներին անհատույց բնակարաններով ապահովելու խնդիր ենք լուծում։ Այս տեխնիկական հարցերը շատ արագ պետք է լուծենք եւ այսօր իրենք բնակարաններ չունեն, մարզպետը ուղղակի իրենց տեղավորել է ժամանակավոր կացարաններում, դրա համար հնարավորինս պարոն Երիցյան արագ կարգավորեք, որպեսզի խնդրին տանք լուծում։ Կդյուրացվի լաստանավային ճանապարհով բեռների փոխադրումը։ Կառավարությունը հավանություն տվեց Սև եւ Կասպից ծովերում երկաթուղային լաստանավային համալիրների շահագործման տեխնիկական հավելվածին։ Ակնկալվում է, որ հիմնական փաստաթղթերի ստորագրումից հետո տարանցիկ փոխադրումների ժամանակ արտոնյալ պայմաններ կսահմանվեն։ Փոխադրման սակագների եւ մատուցվող ծառայությունների, նավահանգստային գանձումները եւ տարանցիկ փոխադրումների իրականացման համար վճարների նկատմամբ կկիրառվեն արտոնյալ պայմաններ։ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը կառավարությանն առաջարկեց հաստատել գենդերային հավասարություն երիտասարդների աշխատանքում արտաբյուջետային ծախսերի նախահաշիվը։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հետաքրքրվեց, ինչու է կրկին գենդեր բառը կիրառվում։ Վիգեն Սարգսյանը նկատել է, որ հասարակությունն այդ բառը չի ընդունում։ Չենք մենք նորից վերադառնում որոշման մեջ մի տերմինի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում։ Եթե մենք ուզում ենք կանանց եւ տղամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք վերջացնենք այս ակտի մեջ։ Ինչ գենդեր, ինչ են գենդեր տերմինը, որը անընդհատ վեճ է, անընդհատ բերում ենք ելե բան ենք անում։ Մի քիչ կարծում եմ պետքա այս անգամ իրոք խմբագրական է, պետքա խմբագրենք էլ։ Վարչապետը հանձնարարեց կարգավորել խմբագրական հարցերը։ Նաիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։